քանի քաղաքական ուժեր դիմել են սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Դուք ինչ եք կարծում, դատարանը կընդառաջի, նոր ընտրություններ կանցկացվեն։ Ես սահմանադրական դատարանի փոխարեն ոչինչ ասել չեմ կարող, որովհետև երբեք չգիտես, թե ինչ կկատարվի, ով ինչպես կճնշի, ում կճնշի, ինչպես կճնշվեն։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ չեղարկի։ Նոր կարծում եք ընտրախախտումներով են անցել ընտրությունները։ Կարծում եմ, բայց հարցը միայն դա չի։ Ես համարում եմ, որ հիմա մեր երկրում ժողովրդավարություն չկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է հիմա ավելի ժողովրդավար է, հիմա մարդիկ ազատ խոսում են։ Չէ, ճիշտ չի ասում, թող ինձ ներվի տերների ինձ, որ ասում եմ, ես չեմ դատում ոչ մեկին, բայց ճիշտ չի ասում, որովհետև եթե նա ասում է ես ձեզ բոլորիդ, այդ արդեն չի նշանակում, որ նա ժողովրդավար է։ Ժողովրդավար մարդը, եւ ընդհանրապես ես ժողովրդավարության ճիշտ ասած շատ չեմ հավատում, ինչպես ասում էր դեռ անգլիացի մեծ քաղաքագետը, բայց որովհետև դեմոկրատիան երևի ամենասխալ մյուսները չհաշված նրանք են սխալ։ Ես քաղաքականության մեջ աշխատում եմ չմտնել, բայց ես կարծում եմ մարդը պիտի լինի բարի եւ չմտածի, որ ինքը միակն է եւ նրան պետք է բոլորը ենթարկվեն։ Շատ էլի մի մարդու համար։